Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Դրած էր, տեղադրած չէր։ Գաբրիելա ջան, ոնց աստեղ դուրդ գալիս է։ Հա, շատ լավ է, հարմարվել եմ։ Շատ լավ է, որ հարմարվել ես, շատ լավ է։ Իսկ երեք որ մխոնեն աղջկա հետ եկել էր, դու ես սպասարկել։ Ասան, որ ես եմ մխոնել չենք սիրում, որ մեզ խափում են։ Հա, ես եմ սպասարկել։ Ինքն էլ բոլոր տղամարդկանց նման անում։ Իրանց կանանց համար նվերներ են առնում, ասում են, որ սիրում են, բայց կողքից մի քանի սիրուհի են պահում։ Չէ։ Ու գիտես ամենահետաքրքիրը որն է, որ երբ որ իրանց սիրու մոտից են գալիս տուն, մի տեսակ ավելի ջիգարով են լինում իրանց կանանց նկատմամբ։ Ան, չգիտեմ ինչ ասեմ, լավ կլինի դու խոսաս մխոյի հետ։ Անիմաստ է, ինչ խոսամ, հը? Ինչ էլ ասեմ, մեկը արդարանալու է։ Ավելավա ես իրան հետևեմ ու հասկանամ ուրա գնում, ինչ անում, ում հետ է։ Սով հակտին գնանք մի շմանանք էլի։ Բայց Սվետիկի հետ ինչի չես գնում։ Սով Արի գնանք, տես համոզվի, որ ինքը իմ երկրպագունին է, ուրիշ ոչ մի բան չկա, տո չեր կարող լինի բար։ Իսկ քեզ թվում է ես պիտի գամ սրճարան ու նայեմ, թե դու ինչ անտաղանդ ներկայացում ես այնտեղ սարքել։ Ներկայացում չկա, այսօր ջան, վայ։ Ուղղակի տերս համոզվես էլի։ Վարուժ ինչի ռշտունը քեզ չբերեց տուն։ Ինչի ես առաջի դեպքն է, որ դու մի բաժակ խմում ես ու գլուխդ կորցնում ես։ Էլի են եղել, չէ՞ տենց դեպքեր։ Ու ռշտունը միշտ քեզ բերելա տուն։ Ինչի ես անգամ չբերեց։ Դե ասեցի, չէ՞ որ ձեզ չանհանգստացնի սով։ Здесь можешь. Ապել լսել ենք թազա երկրպագուի հայտնվել, ճիշտ է այդ մոմենտները։ Դե զորիկ դա մարդիկ ինձ սիրում են, երգերս լսում են, բան փողոցում քաղաքացիան կան նկարվում են, տենց էլի։ Բերար ստեղ քեզ երկրպագողիդ, ես այդ կյադում պտատենամ։ Լավ եք ժողովուրդ։ Լավ, մերսի։ Դուք ո՞նց եք։ Մենք էլ ենք լավ։ Բայց Սվետի ուշենուրը։ Ներսում եմ։ Մխո, այսօր կինը դու քույրդ էին եկել։ Կինը հարցրեց երեք քեզ ու այն աղջկանով ասպասարկել, ասեցի ես։ Ինչ աղջինեք։ Այն աղջիկը, որ երեք ձեր հետ եկել էր։ Սվետի կինգիրուի։ Բայց ինչի ասեցիր որ։ Ինքն հենց հարցրեց, ոնց որտե գիտեր դրա մասին։
Այդ հեչի գործնական հանդիպում ա եղել։ Մեր մոտ բանկետ են ուզում անեն, եկել էին այդ մոմենտները ճշտին։ Մի խոսքով նորմալ ա որ տենց եմ ասել։ Вообще-то լավ կլեր մի հատ իմ հետ խոսայր նոր։ Ուղղակի այդ բան չկարողացա։ Լավ, անցած էլի։ Սվեցիկին ասա թուգա։ Ես հետևում այնց, հա։ Հա, Մխոջան։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, ինչ-որ բանն ենք, չի։ Սվեցիկ, հեն ընկերուիդ, որ եկել էր կարաս ասես այսօր էլ գա։ Բայց արդեն չէիք խոսացել։ Խոսացել ենք, պրոստ ընդեղ գնային առումով մի քիչ իրանց հարմար չէր, էլի, կանչի կարող է մի քիչ սկիթկա միտկա անենք։ Լավ։ Ապե մատ խնդրանք ունեմ։ Խնդրի ապենյակ։ Են ալպու շմբոն կրակ տա գցե։ Հմբոնում կրակը չի գցե որ։ Արա աղբեր են սվեցիկին ասել է իբր ես իրա համար եմ գնում գալի։ Այդ աղջիկա սիրտ է կպել է ինձ։ Ես է գիտեմ պրոստը երկրպագուի է ուշադրություն է դարձնում։ Ոբշեմ ինչ գլուխը ցավցնեմ աղբեր։ Այդ աղջկան պետք է բերենք մեր տուն, որ Զորիկը տենա ու հավատա, որ ինքը երկրպագու է, որ ինձ հանգիստ թողի։ Հələ Զորիկը ինչի է ուզում տենա, տենա որ ինչ էլի։ Ես շատ իմանամ չեն հավատում էլի, որ Սվեցիկը երկրպագուից աղբեր։ Մեկ է ուղարկի էլի աղբեր կամ դու բերելի, փրկի աղբորդ։ Արա ապենյակ, ես ինչ խառը վիճակում ես դու։ Են հմբոն կանիկ է ուզում, դու Սվեցիկ ես ուզում, հմի ես ինչ անեմ չեմ ջոգում։ Արա Մխոջան, 10 րոպե էլի թող գա գնա վայ։ Դա վելը սպասի տենան գլի ինչ ենք անում։ Այդ Ռաշտուն, ինչ ես գործի ժամանակ քնում, հա? Ես քեզ քնելու համար էլ պիտի փող տամ այդ տղա։ Պարոն Արևշացյան, ինչ մելոն գնացել է համ իրա գործն եմ անում, համ իմ գործն եմ անում։ Երկար եմ էլի մնում, հոգնում եմ։ Երկար մի մնա։ Չեմ հասցնում։ Հասցնու։ Գործը շատ է։ Բայց փողն էլ է շատ, չէ՞ Ռաշտուն։ Հա, այդ ինչի բան չես ասում։ Հենց փողի անուն լսեցիր, ցավերդ մոռացար, հա։ Չէ, ուղղակի։ Արա ինչ ուղղակի, փողն էլ է շատ, չէ՞ այդ տղա։ Պարոն Արևշացյան, գոնե կլինի ձեր մատերիալի հետևից ես չգնամ։ Ինչ մատերիալ։ Դե ձեր տան մատերիալի հետևից։ Արա էտել է քո վրա։ Բայց գիտեմ ուրիշին եմ ասել արա։ Չէ, էտել է այն վրա։ Բայց փողն էլ է շատ, չէ՞ Ռաշտուն։ Պարոն Արևշացյան, գոնե մատերիալի փողը կարակ տակ իմ փողերս պրծել է։ Ռաշտուն, դες բան չասես իա։ Մի ձևի յոլատար։ Ես ինչի դեր եմ արա, էլ փող չունեմ։ Իա։ Պարոն Արևշացյան, արդեն 500,000 դրամ իմ փողից ծախսել եմ մատերիալի վրա, էլ փող չունեմ։ Ոչինչ, ես քեզ խոստանում եմ, տան այն հատվածը, որը քո մատերիալով է սարքվել, վրան գնեմ Ռաշտուն, քո արև։ Արա ասա, որ իմ նման տնօրեն չկա, ասա։ Ջամ մի հատ կոֆե տու էլի։ Չտվեց։ Չէ։ Բայց դու իր տան վրա իմ անունն է գրելու։ Ես դրա համար իսկի ակսը կտայի։ Լավ մի հատ կոֆե էլի։ Գիտես չէ, Անուշիկը ինձ հետևում է։ Հա։ Ոնց հիմա ստեղը։ Ամեն լավ, տարածքում եմ։ Բա, ինչի է հետևում որ։ Այն օրը մայքիս վրա բերոշների տեղ տեսավ պամադի ու հետևել է եկավ, սկսել է հետևել։ Եկեստե հետարկրվել է բան ինչ աղջնյակի հետ է մեկ է յանի շփվի խոսած է, բան այդ աղջնյակն է մի հատ հիմնարկության կազմակերպության ներկայացուցիչ էր արա, բանկետ են ուզում անեն եկել էր տենց գործնական խոսում էինք։ Ոբշեմ տենց, մի հատուկ դրանց այսօր էլի կանչել եմ, որ ինքը իր թակստոցից տենա, թե ես իրանց հետ ինչ չոր ու ինչ գործնական եմ խոսում։ Ինչի՞ց անեմ, կարող է տենց չի։ Տենց է, բա ոնց։ Բայ։
Գերես երերեցը։ Հարցիպեսի հենց այսօր բնի սենց հակնված կար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Ինչ կներեք, ես այգուք եմ։ Ես ոնց է հակնվել ընկերուիդ։ Ոնց է հակնվել։ Գնա կտենաս։ Հա, ասինք զեղչ կանենք, ուրեմն բրի տենց հակնվի։ Չէ, ուղղակի ինքս սիրում ա տենց հակնվել։ Լավ, բաները ես մի գնում եմ գործով, զանգին կանչին էլի։ Դու իրան տես բաները, ասա այդ բանկետը թողան իրանց ասած գնով անեն։ Հա, մերսի Մխոջան։ Ու մեկ էլ կարում ես չէ մի 10 րոպեով մտնես Վարուժես տուն։ Չէ, էլի Մխո, խնդրում եմ չէ։ Ուզում ես աներացեց ուտի այդ տղայնյակը։ Մխոջան, ես չեմ կարող գնամ իրանց տուն։ Հələ բա ինչ անենք։ Չնայած դու գնաս թե ուրիշ աղջնյակ գնա, շատ են իմանալու սվեցիկը որ մեկն է։ Հա, ճիշտ է, չեն իմանա։ Ուրեմն ընկերուհիներիցդ մեկին ուղարկի թող գնա։ Եղավ։ Լավ։ Չեփլեի հետ կուղարկես։ Պատի ունես։ Հատեք, հիմա քեզնից ինչ էր գնում ուզեիր էլից։ Ախր օրևս, ես չեմ կարա, ես Վարոսին եմ խոսք տվել, թե չէ ինձ գիտես մեծ սիրով, բայց ես քո համար մի հատ լավ աղջիկ եմ բերել։ Հա։ Ուր աստեղա։ Հա, ընկերուհիս է, Մխոն ասել բերեմ, ինքն էլ է ուզում ամուսնանա։ Հա, բայց ինքը ինձ սենց տենա չի հավանի։ Արդեն հավանել է, ես քո նկարները ցույց եմ տվել ու հավանել է։ Վայ մամա ջան, էդի չես ասում։ Ինչ ես զարմանում արևս։ Թե ասում եմ, եթե տենց հա ոնց որ բան անենք, միանգամից տանեմ տուն։ Չէ, ինքը տենց չի համաձայնվի, նամուսով աղջիկ է, պիտի ամեն ինչ նամուսավարի անենք։ Ես էլ նամուսավարի կտանեմ տուն, հետո նոր փսակվենք։ Օ նո, ինքը մինչև ամուսնանալը քո ծոցը չի պարկի։ Հա, դե լավ, հələ կանչի։ Սպասի։ Հələ մոտի կարի։ Նորմալ է։ Չի ասի։ Հա։ Հələ հիմա։ Կարող է գիտես ես քո համար փորձադաշտ եմ։ Լավ կանչի։ Արփին է, արի։ Վայ։ Բարև ձեզ։ Լավն է, չէ՞ մեր հմբոն։ Հա, շատ լավն է։ Ապե, հələ մի հատ բան ասա ձենդ լսեմ։ Մի հատ վուլգար աղջիկ մտավ սրճարան, բայց Մխոնսկի հետը չնստեցել, վերկացավ գնաց։ Այդտեղ մի քիչ սիրտս հանգստացավ։ Բաղով նստեց։ Չպլեն։ Լավ, թեթև տար, գործնական հանդիպում էր։ Բայց Նարեկը Մխոյի գործնական հանդիպումների հետ ինչ գործ ունի։ Վերջի վերջո ընկերներ են, չէ՞։ Չգիտեմ։ Բայց մի տեսակ սիրտս կախամեկ է։ Անընդհատ մտածում եմ, թե ով է Մխոյին համբուրել։ Մենակ տենաս Մխոն ինչ աղջիկա ուղարկել։ Սվեցիկն է։ Ես չգիտեմ անուն ինչա, բայց որ վերջն է այդ հաստատ է։ Կարճ շուպկով, վերևը բաց, մի խոսքով մեռնելու բան է։ Քաշվել արա այդ տղեն։ Հո տուն չես թողել։ Հյուրասենյակում է։ Վայ, ես քո արա։ Որ տենաս ու տենց չես ասի։ Դու թե
Եսուս երկրպագար, հա։ Տնային կալանք տվամ քեզ, վարուժ տղա։ Այ ախպեր, եսում ես ուղարկը մեր տուն։ Դա գոնե մի քիչ նորմալ հագնված ըլներ, այ ախպեր, սենց եկել է, որ վաբշը տունս քանդի։ Մենակ չասես, որ տունդ քանդվել է։ Մխո, գոնե ասեր, որ սվեցիկի փոխել են ուրիշ մարդ ես ուղարկե։ Այ ապենակ, ես իրան եմ ասա, ինքն է ուրիշին ուղարկե։ Սկի կուրսի է չեմ ում է ուղարկե։ Արալը մի ռուպ է, կարող է այդին կարշ յուբքով, կարշ վերխով աղջնյակին է ուղարկե։ Հա, մխո։ Սվեցիկ դու են աղջնյակին էիր ուղարկե վարուժենցյան, են որ եկել էր հետս խոսար։ Հա, մխո ջան։ Արա դու լավիվ տելական ես, նամուսով հակնվող ընկերուի չունեիր։ Դե ինքս տեղեր մի անգամից իրան ասացի, ինքն էլ համաձայնվեց, ու ամեն մեկը չէր համաձայնվի գնար։ Սվեցյուշ, դու եբ պետի տղավարի մտածես։ Հա, բայց ես չեմ կարա տղավարի մտածել։ Դու չգիտես, որ կարճ յուք են տուն է քանդում։ Վարուժն է մեզի չուժոշի, ես չեմ ուզում, որ իր աներոչից նվեր ստացած երկու հարգանի տունը քանդվե։ Մխոն սվեցիկին ասել էր, որ գար իրան հարմար չէր եղել ընկերունն էր ուղարկե, տենց խառը ինչ-որ պատմությունն էլի։ Բայց այդքան էլ կապ չունի, սով, ամենակարևորը, որ ես քեզ շատ սիրում եմ, շատ, սով։ Դու գիտես ինչ տիպի ես։ Այն որ իրանց կանանց սիրում են, բայց ուրիշ աղջիկների հանդեպ անտարբեր չեն։ Կան չէ տենց։ Դու կյանքս ես ուրիշ աղջիկների հանդեպ անտարբեր եմ դու դաժե չոր շատ։ Դու մենակ քո երկրպագուհիների հանդեպ ես սիրալիր։ Դե դրանց մենակ ժպտում եմ էլի։ Այս անգամ կփորձեմ քեզ հավատալ։ Դու կյանքս ես ոնց կարող եմ ոսկի կնգան թողեմ ընկնեմ այդ մանր մուդր բիժուտերաների հետևից։ Համել սով մեկ էլ պապայիդ ասենք այդ կալանքը հանի էլի տունի ես իշքան կարան նստեմ սով։ Այդ մեկը պապայի հետ որոշեք։ Սով դե դու որ ասես ամեն ինչ նորմալ է, ոնց որ գարանտ կանգնես ինքը կհանի այդ տնային կալանքը էլի։ Չեմ կարա։ Ձեզ չեմ ուշացնում, չէ։ Չէ, ոչինչ։ Այ։ Բա երբ ես գալու։ Հեսա գալիս եմ։ Բայց դու արդեն պիտի տանը լինեիր։ Հեսա մի 10 րոպեից տանն եմ, հա։ Կարող է հետդ մարդ կա։ Հա։ Կզանգեմ, հա քեզի։ Ստեղ կտաննեք։ Հինգ րոպե կսպասեք, չկվերցնեմ գան։ Դե հա։ Ինձ դուս գրեցին, թե դուս արեցին։ Չէ, ապեր։ Բուժքույրին ասեցի, հեչ լավ չեմ զգում էլի, կարամ գնամ տուն, տենց ես ինքս ինձ դուս գրեցի էլի։ Մենայր բուժվի իրերը։ Ապեր։ Էդ Նիկային դու ես ասել, որ ընկերում բերի մոտ։ Հա, հավանիր, եբ ենք ձեզ պսակում։ Ապեր, ես ասի ուզում եմ պսակվեմ, բայց չասեցի ում էդ պատայի։ Արա քանի կար ասեմ իր ով ուզում էլի, դաժե եթե կայֆավատ եղած էլի։ Ապեր, իմ համար շատ կարևոր է արտաքին հասկանում ես։ Այդ աղջիկը պիտի սիրուն լինի ինքը, որ ես իրան տանեմ տուն, այսպես միտեղ նստացնեմ, նայեմ իրան, ես չկշտանամ նայելուց էլի։
Արա հմբու հմինձից ինչ ես ուզում։ Ոչ։ Կանիկ։ Արա մորթիր, արա կարող է կնգա ցեխեմ դրե քեզ չեմ տալի արա։ Գնա վիզ դիր ամուսնացի քթի մեկին փսակվի արա, սպանիր արա։ Հա բայց ինձ ոչ մեկ չի ուզում, ապեր։ Ինչը սա բակաս որ։ Ընդհակառակը քումուտ ամեն ինչը ավել արա։ Հա բինեք։ Մխո ես այդ աղջկան թողում եմ գնամ ապեր։ Ինչ աղջինակ։ Դե որ ասիր տար Վարուժանց տուն։ Իսկ ուր ես թողում, եթե գաղտնիք չի կարամ էդ իմանամ։ Դե ախպեր ասես կանգնի 5 րոպեով գնամ թուղթ վերցնեմ կամ ես 20 րոպե չկա։ Կարող է մեծ թուղթ է։ Մխո ես չեմ կարող այդքան իրան սպասել։ Իր աշխատանքի տեղին ճանապարհին ախպեր, ասի իջացնեմ միշկան կիսա գործունի հիշել է։ Ապենակ այդ աղջինակը երկու օրից պդի բանկ է տանի արա իմ օբեկտում։ Այդ վայսդ մի միացրա էլի մի քիչ ամփերի։ Ապեր արի դու իրան սպասի ես գնամ էլի։ Արա դու չտեսար ես ոնց պուկ եղա սրճարանից։ Մայք ես պաչողին հլը չենք կթերա, ու թազա պրիկլուչենիներ ես մանգալի իմ համար։ Բխո դու հասկանում ես, որ իրանը հաց չի կերել ինձ ասպասում։ Ես կետամ իրենչույս հետ հաց կուդեմ, դու արխային սպասի դե, վայ։ Ապեր ուրիշին ասա թող գա սպասի, էլի աղբոր պես։ Արա չփլե ասում եմ երկու օրից իմ օբեկտում այդ մարդիկ բանկետ են անելու, արա, մի օր ու կես բանա մնացի, մի քիչ ամփերի էլի։ Արա ես տնավոր վար։ Էրիկ նաշա։ Ասա։ Մի հատ կնայես աչքերից մեջ։ Just for old time's sake won't you give Ասա։ Բայց դու ինչ սիրում աղջիկ ես։ Նոր ես նկատում։ Չէ, ամբողջ գիշեր քո մասին եմ մտածել։ Մտածի։ Գնամ ջուր բերեմ։ Ալո։ Էրիկնաս։ Հա։ Ինչը հա արա։ Դե ասում եմ հա էլի, պարոն Արուշացյան։ Հերոնը տեղ չի։ Ստեղ է, ուղղակի դուրս գնաց, հեսա կգա։ Ասա թող հաց բեր ուտենք, արա, սոված մեռանք։ Հա, եղավ Արուշացյան ջան, բա ոնց։ Նաշ ջան, անետ սոված եք։ Հեսա ուտեմ վերջացնեմ, սպասի կգնամ բուլկիա կարնեմ, կբերեմ կուտես։ Բայց այդ իմը չի։ Արուշացյանինն է։ Մխո դու այդ աղջկա համարում ես։ Կարող է ուզում ես տեղ մեկ հրավիրես արա։ Ինչ տեղ հրավիրել ախպեր, զանգյասը թող գա մեռա սպասելով։ Հələ չի եկի։ Թողում եմ գնամ վաբշե։ Շփլի ամուտ հələ, չի լավ ապինակ, մի քիչ ջենտլմենի նման պայի քեզ արա։ Մի աղջինակը կարող է մի քիչ էլ ոդկա խակցի, կարող է սուրճ մուրճ խմում ընկերուհիների հետ։ Ապա եթե դու հենց հիմա այդ աղջկա համարին շտվեցիր, ես գնում եմ։ Լավ։ Սպասիլ ես ասվեցիկից իմանա։ Լավ մի զանգի են եկավ։ Բավայ շուխուր ես նմրա տենում ես։ Հավայ չի։ Վայ, միջև հիմա սպասում ես։ Կներես, ուղղակի պատրաստ չէին, սպասեցի միջև վերջացրեցին։ Ես էլ մտածեցի արդեն գնացել եք։ Կներեք, էլի։ Հա, ոչինչ։ Ցան, վիշուլ մարինքի բացան, մեր ավերը զարգացան, գուտ ուտելը մոռացան։ Ահա։ Արուշացյան ջան։ Հա ջան։ Բա մեր վրեժը մեքենայի առե, ուզումա թռչենք։ Չէ հա։ Արա, բայց շատ սոված եմ, ախր։ Սպասի, լանչս ուտեմ, գնանք։ Վայ չէ Արուշացյան ջան, խորովածը սառում է, ստեղից այդ օբյեկտ 5 րոպեվա ճանապարհ է։ Դե դու հել դուրս, ես հեսա գամ։ Եղավ Արուշացյան ջան։ Յա, վրեժ, ապեր, հեսա, Արուշացյանը գալիս է, գնանք մաշը թռչենք։ Ոնց արա, իմացել է, որ մեքենայի մառ է։ Հալավ դե դու էլ մի օր պիտի իմանար էլի։ Արա մկո, ես այսքան վաղ նենց եմ արել, որ չիմանա, հիմա ոնց իմացավ արա։ Ապե, ես իրա լանչը կերել էի, անենց էր, որ էլ ուրիշ տարբերակ չկար։
Հա, դու ես ասե։ Հալով կամած հեսա գալիս է։ Որո դու խելառ ես արա մկո։ Ապեր որ իմանալ իրա լանչ է կերել եմ, ինքն էլ ինձ էր ուտելու։ Իսկ սենց սաղ ընկնում է իրա տեղը։ Մկո ասել տես քյալուչն ես արա, մի բան կմտածեի արա։ Հա էլ կար այդ անը իմ հաշուն հաց կերցնեի, բայց ապեր Ակեսին ես բան եմ մտածել, որ էլ փախնելու տեղ չունենաս։ Դու շատ լավ սիրտ ունես։ Բայց ես վախենում եմ, որ մարդիկ կսկսեն քեզ շահագործել։ Ես չեմ ուզում, որ դու կոտրվես։ Բա ուրիշ բան չունես ինձ ասելու։ Չէ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Վայ, Մարգարիտա ծիծա, թողեք ես կանեմ։ Վայ, ոչինչ, Անուշիկ ջան, ոչինչ։ Շնորհակալություն։ Ուղղակի հիմա որ տենց շոկ է, մի տեսակ երկար չեմ կարող էլի գործ անեմ։ Հա, հասկանում եմ, հասկանում եմ։ Վայ։ Այն օրը որ բխոյս գրկեցի պաչեցի, այդ ժամանակ եմ պամադա արել։ Այդ հաստատ դուք եք արել Մարգարիտա ծիծա։ Հա, բա ոնց։ Այդ ժամանակ էլ տեսա, ուղղակի մոռացա ասեի։ Ոյ։ Ես քեզ սիրում եմ։ Ինչի՞։ Ոնց ինչի մխո։ Ինչ էլի որ սիրում ես։ Մխոյդ ինչ հարց ես տալիս։ Հա չէ, պրոստը որ դու ասում ես ես քեզ սիրում եմ, մի բան պետք է եղած էլի, հələ յանկեղծացի։ Մամայիդ պամադան էր շապիկիդ վրա նոր ասեց։ Հələ ինչ ես խոսում։ Ես էլ ասում եմ ես իշ ծանոթ, հարազատ շրթունքներ են։ Ոնց գլխի չէին գերը։ Ուտեմ քեզ։ Համբերի, ես մի քիչ համբերի, ես մութ հանգնիկ ուտես։ Լավ։ Եղավ ջիգեր ջան, հարց չկա մխուճ։ Էդը գարաժ եմ եկել, ասում եմ չես կարա աշխատես պրինցիպալ։ Հեսա այն օրը կծեմ մխուճան էլ դուսուս։ Էս քնձերոտով եք էթալու։ Արի մաշտով կեթալ։ Ապեր հայը թել գործի տղեկ են կանգնած։ Հեսա կգնամ սաղի բերանը կջարդեմ կդամ։ Էս ինչ են արի արա։ Նստիդը։ Վայ ես դրանց արա։ Արդեն ամուսնացել է։ Կապո ես ով։ Որոնց այդ կրոջը սիրացնեմ կհավատաս։ Ոյ